Ողջունում եմ բոլորիդ, սիրելի հետևորդներ։ Այսօր ուզում եմ խոսքս ընդհանրապես սկսել մի փոքր աղոթքից։ Ուզում եմ ես իմ Տիրոջը խնդրել, սիրելիս դու էլ միացիր իմ աղոթքին, խնդրենք Տիրոջից օրհնություն, խնդրենք Տիրոջից երկնային անձրևներ, խնդրենք Տիրոջից խոսք, խնդրենք Տիրոջից այնպիսի խոսք, որ կարողանա, այն գիտեք ինչպես նետը, երբ որ կրակում են, եւ այն նետը ուղիղ մտնում է, հարվածում է մեր սրտին, եւ մեզ այսպիսի խոսք է պետք ապաշխարության համար։ Եվ ես խնդրում եմ իմ Տեր Հիսուս Քրիստոսին, որ Հայր, օրհնես այսօրվա մեր կիրակին, տաս մեզ քո երկնային ջրերը, տաս մեզ քո աստվածային ջրերը, տաս մեզ քո ճշմարիտ այն հոսող ջրերը, այն կենաց աղբյուրը։ Սրան մենք կարիք ունենք, մարդիկ, մենք սրա կարիք ունենք։ Հիշում եք այն կին, այն սամարացի կինը, երբ որ կանգնած էր ջրորի մոտ, եւ նա չգիտեր, որ Հիսուսն էր նրա կողքին կանգնած, եւ Տերը խնդրեց եւ ասեց. կամենաս ինձ ջուր տալ խմելու, կներեք, եւ այս կինը ասեց. Տեր, դու չես տեսնում, որ ես սամարացի հեթանոս կին եմ, ինչպես ես դու ինձանից ջուր ուզում։ Եվ Հիսուսը նրան ասեց. եթե իմանայիր, թե ով է քո դիմացը կանգնած, դու նրանից ջուր կխնդրեիր եւ նա քեզ կտար կենդանի ջուրը։ Եվ հիմա այսօր ուզում եմ Տիրոջս ասել. Տեր, ես այն սամարացի կինն եմ, որին պետք է իրապես քո կենդանի ջրերը, քո հոսող ճշմարիտ ջրերը տուր մեզ այսօր, օրհնիր մեր այս ժամը, Տեր Հիսուս, քո սուրբ անունով, ինչ որ մեկը կարող է ասել ամեն։ Սիրելիս, այսօր ես խոսքը կսկսեմ, քանի որ խոսքը վերնագրված է Քրիստոսի սիրո երգը։ Մենք այսօր մի փոքր խորը պիտի գնանք երկերկոցի մեջ։ Ես այսօր մի փոքր շատ եմ կաշտալու երկերկոցի ցիտատներից։ Սա կարելի ասել առաջի դեպքն է, որ այսքան շատ ես քեզ ցիտատներ կկաշտամ, ուղղակի ես ուզում եմ, որ դու իրապես հասկանաս, որ այն իրապես Քրիստոսի սիրո երգն է։ Ոչ թե այն Սողոմոնի սիրո երգն է, այլ Սողոմոն թագավորը ինքը մարգարեական հոգով է գրել այս երգը, եւ մենք կհասկանանք երկերկոցի իրականում հայտնությունը, թե ինչ ուզում ես հայտնել, բայց մինչդեռ որ կսկսեմ այն, կուզենամ քեզ կաշտալ Եսայիայի մարգարեության 5-րդ գլխի մեջ այսպես է գրված. Աղե երգեմ իմ սիրելիի համար, իմ սիրեկանի երգը իր այգի մասին, իմ սիրելին մի այգի ուներ, մի պարարտ լեռնածայրին, եւ նա ցանկով պատեց նրան, քարերը հանեց միջիցը եւ նրանում ընտիր որդեր տնկեց։ Եվ մի հնձան էլ փորեց նրանում եւ սպասեց, որ խաղող բերե, բայց նա ազող բերավ։ Եվ հիմա ով Երուսաղեմի բնակիչ եւ Խուդայի մարդ, մեկ դատեցեք իմ ու իմ այգիի մեջ, էլ ինչ կար անելու իմ այգին, որ ես չեմ արել նրան, ինչու համար սպասեցի, որ խաղող բերե, եւ նա ազող բերավ։ Եվ այսօր սիրելիս կհասկանանք խորը, թե ինչու համար է Տերը իրականում սպասում եւ սպասում։ Բայց քանի որ մենք պիտի այս ամենը կատարված էր, մենք պիտի բերենք քաղցրահամ խաղողը, բայց մենք բերեցինք ազող թթու, այն գիտեք, ինչ որ մի կրկնօրինակ է, կարծես թե կարող եմ համեմատել քեզ, երբ որ դու ցորենի օրինակ ես ուզում բերել, ցորենին շատ նման է ինքը որոմը, բայց որոմի եւ ցորենի տարբերությունը նրանում է, որ նա փուչ է, նրա մեջ հատիկներ չկա։ Եվ հիմա խաղողը, երբ որ մենք ասում ենք Տերը ամեն բան արեց, որ մենք խաղող պիտի բերենք, բայց այս խաղողի նմանակ մի կերպար կա, որի անունն է ազող, որ թթու է, եւ այս թթվությունից մեր ատամները կարող է իրապես փչանալ եւ թափվել։ Մենք բերեցինք ազող։ Եվ շատ շուտով մենք կհասկանանք, թե ինչ է ուզում մեզ այսօր Տերը ասել, ինչ է ուզում մեզ Տերը տանել այն երկերկոցի մեջ, այն սիրո երգի մեջ, որը կոչվեց իրականում ոչ թե Սողոմոնի սիրո երգը, այլ Քրիստոսի սիրո երգը։
Քրիստոսի սիրո երգը։ Սա մի հիասքանչ պատմություն է, սիրելիներ։ Չգիտեմ ինչպես ասեմ ձեզ, երբ որ ես հասկացա այս իրականում երգը, այս պատմությունը, այս սիրո պատմությունը, այս սիրո Քրիստոսի եւ քո իմ սիրո պատմությունը, սա ուղղակի փշաքավեցնում է ամեն մի մարդկային մարմին եւ սիրտ, սիրելիներ, որն է այս երգերկոցը, ինչու ենք մենք ասել այն սիրո երգն է, ինչու։ Կաշտում եմ առաջի գլխին 1-6 համարը, ասում է. թող ինձ համբուրե իր բերանի համբույրներովը,
որովհետև քո սերը գինից լավ է։ Ախորժելի են հոտոտելիքին քո յուղերը, թափված յուղ է քո անունը, նրա համար սիրում են քեզ, ովքեր մարդիկ օրիորդները։ Քաշիր ինձ, ետևիցդ կվազենք, թագավորը ինձ տարավ իր սենյակները, ցնցանք եւ ուրախանանք քեզ հետ, քո սերն ավելի հիշենք, քան դեգինին, ուղությամբ սիրում ենք քեզ։ Սև եմ ես, բայց գեղեցիկ ով Երուսաղեմի աղջիկունք, Կեդարի վրանների նման, Սողոմոնի վարագույրների նման, մի նայեք, որ ես սևացած եմ, որովհետև արևն ինձ խանձել է, մորս որդիքը բարկացել էին ինձ վրա, ինձ պահապանուի են դրել այգիներին, բայց ես իմ սեփական այգին չէի պահպանում։ Սիրելիներ, ընդհանրապես թող այն ցիտատները Երևան ամբիոնի վրա, եթե կարելի է, երբ Տիրոջ սերը ունես, երբ որ մարդը Տիրոջ երկնային Աստծո սերը իր վրա ունի, ապա նա չունի կարիք երկրավոր գինու, ապա այն տվյալ մարդը չունի բացարձակապես գինու կարիք։ Գիտեք, գինին այնպիսի մի քաղցր բան է, երբ որ մենք այն խմում ենք, եթե դու նկատել ես, այն քեզ մի տեսակ փոխում է։ Այն քեզ մի տեսակ տալիս է այն իրական սիրո, այն փաստն է նրա մեջ, երկրավոր գինին, երբ որ դու խմում ես, եւ քեզ թվում է, թե բոլորին դու սիրում ես։ Քեզ թվում է անգամ քո կողակիցին, անգամ եթե դու իրականում նրան չես սիրում, գինին խմելուց հետո դու սկսում ես նրան սիրել։ Բայց եթե մենք ունենք այն երկրավոր գինին, ապա մենք ունենք այն երկրավոր գինին, իսկ եթե մեզ պետք է երկնավոր սերը, Քրիստոսի համբյուրները, Քրիստոսի յուղը, ապա մենք կարիքը չունենք երկրավոր գինու, մարդիկ։ Մենք երկրավոր ոչ մի բանի կարիք չունենք, մենք երկրավոր ոչ մի ռաուշների կարիք չունենք, որ ից հետը քեզ թվում է, որ դու դժբախտ ես եւ այն քեզ պետք է ընդཐུպ խմել կամ օգտագործել, որպեսզի դու դառնաս սիրող կամ սիրված։ Մարդը իրականում ասում է, այստեղ ասում է մի կարևոր բան, ասում է մի նայեք, որ ես սևացած եմ, ասում է իմ եղբայրները բաշկացել էին ինձ վրա եւ ինձ դրել էին այգիների, իրենց այգիներին, բայց ես իմ սեփական այգին չէի պահպանում։ Սա այնքան կարևոր է հասկանալ, մարդիկ, ո՞րն է այն։ Մարդը աշխարհի մեջ, ես ասեմ քեզ, դու հասկացիր այդպես, սիրելիս, մարդը աշխարհի մեջ մշակում է աշխարհագրական ամեն մի այգի։ Ամեն մի այգի, դու հասկացիր սա ոչ թե բառից բուն իմաստով, ուղղակի փոխհարաբերական իմաստով, մարդը մշակում է ամեն բան այս աշխարհում, բայց մարդու անձնական, մարդկային այգին թողնված է։ Մեր այգին թողնված է, մարդիկ։ Մենք թողել ենք այն վաղուց, ինչու։ Մենք թողել ենք այն, որովհետև մեզ կարևոր է դարձել ուրիշների այգին մշակելը։ Երբ որ մենք ուզում ենք, երբ որ մենք ցանկանում ենք, երբ որ մենք մեր ամբողջ ժամանակը տրամադրությունը տալիս ենք, որ ուրիշ ինչ-որ աշխարհիկ այգիներ մշակենք, հիշեք, մեր այգին, քո այգին մնալու է թողնված։ Եվ թողնվածը նշանակում է, որ այնտեղ այնքան է փուշ ու տատասկ բուսնելու, մինչև որ անգամ եթե դու այն բերքը ունես քո այգի մեջ, խեղդելու է նրան, խեղդելու է, որովհետև նա թողնված է, որովհետև դու չես մաքրել այն փուշն ու տատասկը, դու չես մաքրել այն, դու մաքրել ես ամեն պատահակած այգին, բայց քոնը դու թողել ես այդպես։ Կաշտում եմ Երկրորդի 1:7. Ես Սարոնի ծաղիկ եմ, հովիտների Շուշանն եմ, ինչպես Շուշանն է փշերի մեջ, նույնպես է իմ ընկերուհին աղջիկերանց մեջ, ասում է Տերը, ինչպես խնձորենին է անտառի ծառերի մեջ, այնպես է իմ սիրեկանը տղերանց մեջ։ Նրա հովանին հավանեցի եւ նստեցի եւ նրա պտուղը քաղցր է իմ քիմքին, ում պտուղն է քաղցր մեր քիմքին, մարդիկ, ում պտուղը։ Մեր սիրեկանի պտուղը, Քրիստոսի պտուղը, Քրիստոսի սերը, քաղցր է մեր քիմքին, քաղցր է մեր էությանը, քաղցր է մեր սրտին։ Ինձ տարավ խնջույքի տունը եւ նրա դրոշն ինձ վրա սերը։ Զուրացրեք ինձ կարգանդակներով, ուժովացրեք ինձ խնձորներով, որովհետև
ասում է այստեղ սիրո հիվանդ եմ ես։ Նրա ձախ ձեռքը գլխիս տակին եւ աչը ինձ գրկե, ես տում եմ տալիս ձեզ, ով Երուսաղեմի աղջկերք, դաշտի այծամներովը կամ եղնիկներովը, մի զարթնեցնեք եւ վեր մի կացնեք սիրուին, մինչեւ որ ինքը բարեհաճե։ Ինչ ասում է Աստվածաշունչը, մի զարթնեցրեք։ Դու հարաբես սիրելիս չես կարող ինչ-որ մեկին զարթնեցնել, եթե այն մեկը չբարեհաճե զարթնել։ Մենք փորձում ենք, ասում, մեր սիրելիս, մեր էությունը այնքան նվաղ է։ Ինչու է մեր էությունը դարձել այսքան նվաղ։ Այն դարձել է այնքան նվաղ, որովհետև մենք ինքնիշխան բնություն ունենք։ Եվ երբ որ մենք ինքնիշխան բնություն ունենք, մեր էությունը այդ ինքնիշխանության տակ նվաղում է։ Ինչու։ Քանզի չունենք մենք Աստծո սերը մեզանում մարդիկ, այն կարևորագույնը, որ մենք պիտի ունենանք մեզանում, այն ամենակարևորը նրա սերը, որն ամեն ինչից վեր է, ասում հավատքը, հույսը, բայց ասում է ամենամեծը նրանցից, ուշադիր լսիր սերն է։ Ես չեմ խոսում երկրավոր սիրո մասին մարդիկ, Աստծո սիրո մասին։ Քանզի չունենք մենք Աստծո սերը մեզանում, եւ դա պատճառ է դառնում մեր հիվանդիությանը։ Ես ասեմ, առանց սիրո մարդը հիվանդանում է։ Ես ուզում եմ քեզ մի փոքր օրինակ բերեմ։ Միշտ այդ օրինակը բերում եմ զույգերի հետ, որովհետև կարծես թե մեր Աստծո հետ փոխհարաբերությունն էլ է ուխտի հետ կապված, եւ երբ որ զույգերն ամուսնանում են եւ այն սերը միակողմանի է լինում, այն մեկը տալիս է, բայց այն մեկին չի տրվում, նա տարապում է։ Նա տարապում է դրա տակ մարդիկ, նա հիվանդ է դրա տակ, նա հիվանդանում է, որովհետև նա չի ստանում այդ սիրո փոխադարձ հարաբերությունը։ Եվ նա հիվանդանում է, եւ մեր էությունն էլ է հիվանդ, քանի որ մենք չենք ուզում Տիրոջ հոգևոր, երկնային, աստվածային սերը մեր մեջ ունենալ։ Մեզ կարծես թե այնքան է գրգռում այս աշխարհի սերը, այս աշխարհի սերը, որ կրակ է, բոցավառված կրակ է, բայց նրա ծուխը ամեն մի մարդկային հոգի տանում է դժոխք, սա է աշխարհի սերը։ Եվ մենք հիվանդ ենք, մենք երկնային սիրո հիվանդ ենք, մեզ պետք է կարկանդակներ, մեզ պետք է խնձորներ, երկնային աստվածային պտուղներ է պետք, որպեսզի որ մենք կարողանանք այն ուտել եւ սիրո հիվանդ չդառնալ։ Այստեղ պարզ ասում է մարդիկ, զորացրեք ինձ կարկանդակներով, ուժովացրեք ինձ խնձորներով, որովհետև սիրո հիվանդ եմ ես։ Սրանք երկնքի պտուղներն են։ Ոչ ոք, անգամ Աստծո որդին մարդիկ չի կարող քեզ եւ ինձ արթնացնել։ Գիտեք, մենք խորը քնի մեջ ենք, մենք բացարձակապես մռաբի մեջ ենք։ Մենք այնքան խորն ենք, ընկած եւ քնած, այն Հովնանի պատմությունը հիշում եք նավում, որ հակառակ ուղղությամբ փախել էր, նա այնքան խորն էր քնած, որ նրան չէր հետաքրքրում, թե այս նավը կործանվում է։ Այսպես էլ մենք ենք, մենք այնքան խորն ենք քնած, որ չենք հասկանում, որ մեր նավակը շուտով կործանվում է։ Եվ անգամ այստեղ Աստծո որդին չի կարող քեզ քո մռաբից արթնացնել։ Դու պիտի բարեհաճես արթնանալ, դու պիտի բարեհաճես արթնանալ, ինչ որ մեկ բարի օր ու բարի ժամ, քեզ ինչ որ մեկ բան կարթնացնի, բայց այնքան է ես ուզում, որ դու այսօր արթնանայիր, այսօր քո խորը քնից արթնանայիր, Հովնան, եւ դու արթնանայիր եւ դու հասկանայիր, որ քո նավակը կործանվում է։ Ինչպես Դալիլան իր ծնկների վրա քնացրեց Սամսոնին, դուք այդ պատմությունը շուտով կլսեք։ Սամսոնին քնացրեց իր ծնկների վրա, Դալիլան ով էր մեղավոր կինը, ով էր Դալիլան աշխարհը, կիրկը,
աշխարհի ցանկություններ դալիլան, որ մենք այնքան ցանկանում ենք եւ հենց այդ աշխարհի դալիլաները մեզ քնացրել են խորը իրենց ծնկների վրա, մինչեւ որ այնքան են քնացրել, որ քո մազերի 7 բաժինը խուզել են քո գլխի վրա եւ դու քո ոյժը իրականապես կորցրել ես։ Բայց ժամանակն է ստապվելու, մարդիկ, ժամանակն է։ Հիսուսը հայտնության գրքի մեջ ասում է, եթե չարթնանաս, քեզ թափ եմ տալու, քո լապտերը շարժելու եմ, Աստված ի չարաշծե, երբ այն Հիսուսն արեց։ Այն ցավոտ process է լինելու մեր կյանքում։ Կաշտում եմ 10:14։ Ասում է. Իմ սիրեկանը պատասխանեց եւ ասեց ինձ. ով է իմ սիրեկանը, մարդիկ? Հիսուսը։ Քո սիրեկանը Հիսուսն է։ Քո սիրո գրավականը Հիսուսն է։ Ես բավականին անգամներ քարոզել եմ այս ամբիոնից, որ քո սերը Հիսուսն է։ Իմ սիրեկանը պատասխանեց եւ ասեց ինձ. վեր կաց ով ընկերուհիս, ով գեղեցիկս ու արի եկ, որովհետև ահա ձմեռն անցել է, անձրևն անցել գնացել է, ծաղիկները երևում են տափի վրա, երկելու ժամանակն հասել է, տատրակի ձայնը լսվում է մեր երկրում է, թզենին հասցնում է իր պտուղները եւ ծաղկած որդերը հոտ են բուրում, վեր կաց ով ընկերուհիս, ով գեղեցիկս ու արի եկ, ով աղավնիս, նայեք ինչի է նմանացնում Հիսուսը քեզ ու ինձ։ Ով աղավնիս, որ վեմի խորոչներումն ես, որ ապարաժի ծածկոցի տակին ես, ցույց տուր ինձ քո երեսը, ձայնդ ինձ լսել տուր, որովհետև ձայնդ քաղցր է, դեմքդ հաճելի։ Այս ամենը, գիտեք սիրելներ, Հիսուս Քրիստոսն է, որ անդադար փափագում է մեր ձայնին եւ մեր դեմքին, բայց մենք կարծես թե խորոչներում ենք բնակվում, ժայռերի խորոչներում, կարծես թե մենք լսում ենք ձայնը Տիրոջը, բայց արձագանք չենք տալիս։ Մենք լսում ենք Տիրոջ ձայնը, նուրբ անդադար մեր հոգու եւ սրտի մեջ, բայց այն ձայնին դու արձագանք չես տալիս։ Ամեն բան արվել է, ամառը եկել է, անձրևը եկել են, դաշտերը ծաղկել են։ Երգում է ծտերը, թռչունները, դուրս եկ, աղավնիս, ասում է Տերը, բայց մենք դուրս չենք ուզում գալ։ Նկատել ես ընդհանրապես մարդկային մեղսակից կյանքը, երբ որ մարդը մեղավոր է, նա լույսը չի սիրում։ Նկատել եք ամենամեղավոր մարդիկ, գիշերային մարդիկ են նրանք։ Ես քեզ ասեմ, բառից բուն իմաստով այն մարդը, ով սիրեց գիշերը, ցերեկից ավելի, հիշիր այս խոսքը։ Այն մարդը չի սիրում լույս, այն մարդը չի կարող սիրել Քրիստոսի։ Ամեն բան արվել է, մարդիկ, հանդիպման համար արվել է ամեն բան, այլևս ոչինչ չկա։ Ոչինչ չկա, ասում է արվել է, մսածուն արվել է, սեղանը պատրաստվել է, եզը մորթվել է, այրունը թափվել է հարսանիքի համար, բայց ասում է ամեն մեկը, լսում ես ինձ ուշադիր, ամեն մեկ ունեցավ մի բաճարներ։ Այս վերջինս ինձ մոտեցավ ինձ եւ ասեց, հաճախել այստեղ մի քանի անգամներ, կներես ասեց, իմ գլուխը պտտվում է, ես ուղղակի գլխապտույտի պատճառով չեմ կարող քայլել եւ վերնատուն բարձրանալ։ Եվ ես նրան ասեցի, սիրելիս, դու կարող ես այստեղից 4 աստանովկա քայլել, դա կարող ես։ Ասեցի, նայիր, ավելի ճիշտ, ավելի ճշգրիտ կլինի, որ դու ասես ցանկություն չունեմ։ Այսինքն պատճառաբանություններն այնքան են, մարդիկ, որ ասում է հարսանիքի սեղանը պատրաստ է։ Բայց մեկը ես է առել եւ պիտի գնա փորձի, մյուսը տուն է առել եւ պիտի գնա այն տան ռեմոնտը վերջացնի եւ այն մյուսը կին է առել, դե բնականաբար հասկանում եմ ես քեզ, որ քո կողքի կինն ավելի կարեւոր է, քան Հիսուսը քեզ համար, կամ քո կողքի տղամարդը։
Եվ այսպես հանդիպման համար դու, սիրելիս, դու, այո, ես քեզանից եմ խոսում։ Դու ունես բազում պատճառաբանություններ, բայց նրանք այնքան ծիծաղելի են մաշտիկ։ Բակա որ ես իրապես սրտով եւ հոգով լաց եմ լինում եւ ասում եմ ինչ արած Տեր, այսպես է սա, դու թաքնված ես, քո արձագանք անգամ լսել Տերը չի կարող։ Երկերկոց 3:1-4 խոսքը։ Իմ անկողնի մեջ գիշերը ես որոնեցի իմ հոգեի սիրածին, լսում ես այս բարօրինակիր քեզ մեջ իմ հոգեի սիրածին, ոչ թե մարմնի հոգեի։ Ես որոնեցի իմ հոգեի սիրածին, ես որոնեցի նրան, բայց չգտա։ Վեր կենամ շուռ գամ քաղաքում, փողոցներում, հրապարակներում որոնեմ իմ հոգեի սիրածին, նրան որոնեցի, բայց չգտա։ Քաղաքի մեջ շուռ եկող պահապաններն ինձ գտան, իմ հոգեի սիրածին տեսել եք։ Հարցնում ես։ Հազիվ թե անց է կացել նրանցից, որ գտա, հազիվ աշխարից դու անց ես կացել, հազիվ հաղթահարել ես աշխարը և գտել ես քո հոգեի սիրածին մարդ։ Թե անց է կացել նրանցից, որ գտա իմ հոգեի սիրածին, նրան բռնեցի և բաց չթողեցի, մինչև որ նրան տարի իմ մոշտունը և իմ ծնողի սենյակը, այո, գտանք, բռնեցինք, ուժով բերեցինք, փակեցինք մեր սենյակի մեջ, բանտարկեցինք մեր ծնողի տան մեջ, որն է նա, այս քո մարմինն է, քո ծնողի տունն է, այն ծնել է քեզ, այն քո տունն է, վրանն է, այն քո ծնողով ստեղծված վրանն է, և դու նրան բռնեցիր բռնի ուժով, բերեցիր ու բանտարկեցիր քո մեջ։ Առաջին սերը քաղցր է Աստծո մեջ մաշտիկ, այնքան քաղցր է, որ քեզ թվում է, որ դու նրան պիտի բռնես ուղղակի, կապերով կապես ու նրան այլևս բաց չթողնես, սա կոչում ենք մենք առաջին սեր։ Առաջին սերը այն է, և դու առաջին տարիները այնքան ես խանդոտվում քո կողքինի վրա, բայց անցնում են ժամանակներ և կարծես թե սերն է սառում, թե քո խանդն է սառում, թե քո կրկերն է սառում, ամեն ինչ սառում է, և սա մի ահռելի վիճակ է մեր կյանքի մեջ, ինչու է մեր բնությունն այսպիսին, ինչու մեր բնությունը չի կարող այն գնահատել հավիտյանս հավիտենից, ինչու մենք չենք կարող այդպես սիրել մինչև մեր կյանքի վերջը, թե ֆիզիկական, թե հոգևորի մասին է խոսքը, ավելի շատ հոգևորի մասին է, ինչու ենք մենք բռնում առաջին մեր սերը հոգևոր, հոգու սիրածը, և բռնադատում ենք նրան, բայց ժամանակներ կա, որ բաց ենք թողնում նրան։ Աշխարհի պատճառով, կարծում ես քեզ ուղղակի սատանան այդքան հեշտ կթողնի։ Քեզ այդքան սատանան հեշտ կթողնի, որ դու քո հոգի սիրածին պաշտես։ Քեզ կարծում ես աշխարհը սատանան այնքան հեշտ է թողնելու, որ դու Քրիստոս դավանես, մինչև քո կյանքի վերջին շունչը, վերջին պահը, աշխարհը քեզ չի թողնելու։ Ես նախապես քեզ այն ասում եմ, քարոզում եմ իրականությունը, ճշմարտությունը։ Դու կամ աշխարհը կթողնես, կամ քո հոգի սիրածին պիտի թողնես, ուրիշ տարբերակություն ես։ Ես ամեն ժամանակ ասել եմ քեզ, դու չես կարող սիրել երկուսին, դու չես կարող ունենաս երկու երկրավոր սերեր, ուղղակի դու ասես, որ ես երկու կնոջ կամ երկու տղամարդու եմ սիրում, ոչ, մարդը միահոգի է ծնված մարդիկ։ Մարդը ծնված է այս աշխարհի վրա, թե ֆիզիկական, թե հոգևորապես, որ նա, թե օրենքով, թե պատվիրանով, թե մեջ դրված, դու նկատել ես, մարդը ինքը ունենում է մեկ կյանքում մեկ
միակ սերը, երկրավոր տեսակետը։ Իսկ ինչ կասեիր երկնավորի մասին։ Փոխում ես, շատ շուտով ես փոխում։ Շատ շուտով ես փոխում Քրիստոսին, ամեն մի չաստվածների հետ փոխում ես։ Հոգիս լացում է մարդիկ, հոգիս լացում է, ես ինձ ուղղակի հազիվ եմ զսպում, թե ինչպես կարող է մարդ այսքան անաստված գտնվել այս երկրի վրա։ Դե հասկանում եմ, ժամանակներ կա, ես էլ եմ անաստվածաշ ապրել, ես երբեք ինձ սուրբերի դասին չեմ գնահատել, ասել եմ ամենաառաջի մեղավորը ես եմ ու կամ ու հավիտյանս հավիտենից կլինեմ, ես քեզ չեմ մեղադրում, իմ մատին վրա եմ տնկում, բայց ես քեզ ասում եմ մի կարևոր բան, ինչպես շուտապուտ եք մոռանում դուք ձեր հոգու առաջի սերը։ Հայտնություն երկրորդ գլուխ 1-5 Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր, սա Տերը Հովանեսին տեսիլքներով եկավ եւ այս ամբողջ հայտնության գիրկը Հովանեսը գրել է Տերը կողքին կանգնած։ Գրիշ, սա է ասում այն 7 աստղերն իր աջ ձեռքում ունեցողը, որ 7 ոսկի ճրագակալների մեջ ման է գալիս, սա Տերն է։ Գիտեմ քո գործերը եւ քո աշխատություն, ասում է Հիսուս, եւ քո համբերությունն էլ գիտեմ, որ չարերին չես կարողանում համբերել, եւ փորձեցիր նրանց, որ առաքյալ են ձևանում, բայց չեն, եւ գտար, որ սուտ են։ Եվ նեղություններ կրեցիր, եւ համբերություն ունիս, եւ իմ անունի համար աշխատեցիր, նայեք ինչ է ասում Աստծո խոսքը, եւ չթուլացար, բայց ամեն ինչի կողք գալիս է մի այդ բայց, բազմակետ շարունակվում է այն, չի վերջանում, բայց քեզ դեմ այս ունեմ, որ քո առաջին սերը թողել ես, արդ հիշիր, թե որտեղից վայրը գար, հիշիր սիրելիս, միշտ հիշիր քո մեղսակից կյանքը, ես ամենավերջին մարդը պիտի այս աշխարհի տակ լինեմ, երբ որ գեթ մեկ օր մոռանամ, թե ով եմ եղել ես, մինչ Քրիստոս, ասում է հիշիր, թե որտեղից ընկար, դու ուղղակի աստղ էիր, բայց ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա, ապա թե ոչ, եթե չանես, կգամ շուտով քեզ մոտ եւ քո ճրագակալը կշարժեմ իր տեղիցը, եթե չապաշխարես, այո։ Խոսքը պատմում է առաջին սիրո մասին, Քրիստոսի սիրո մասին, մեզ վրա ունեցած եւ միայն նրա սերն է նկարագրում այս թանկագին եւ երկնային սիրո արժեքները։ Մարդիկ, սրանք արժեքներ են։ Դու կարող է մի բան, ես հասկանում եմ, բարկություն ես ապրում, սիրելիս, եղբայր քույրս, սա էլ է ինձ բարկացրել։ Այս խոսքը բարկացրել է, որ փոխվել եմ։ Եթե այս խոսքը իմ կողքով ուղղակի ինձ այնպես անցներ, բարկացրել է։ Ծովը բարկացա, որ Հովնանին ծովը նետեցի, հասկանում ես։ Եվ սա, այս խոսքը, այն երկնային սիրո ունեցած արժեքներն է, արժեք, ես ասեմ արժեք, դու հասկացիր այրում, ամեն մեկ թափված կատիլը տիրոջ, քեզ համար թանկ պիտի գտնվի, իսկ արդյոք, նա քեզ համար թանկ է, դու քո մեջ խորիր այն, խորիր սիրելիս, խորիր հասկացիր, երկոց, չորրորդ գլուխ 12-16 Փակված այգի եմ քույր հարսը, ինչ է, փակված այգի, փակված ակն է, կնքված աղբյուր է,
Քո ոստերն ռենիների դրախտ է պատվական պտուղներով, հինաներով ու նարդոսներով, նաշտոս եւ քրկում, եղեգն ու կինամոն, ամեն խնկապեր ծառով, զմուրսով եւ հաուվեյով, բոլոր գլխավոր բուրմունքներով, պաշտեսների աղբյուր, կենթանի ջրի ջրոշ եւ Լիբանանից հոսած վտակներ, զաշնիր, ով հյուսիս, եւ եկ ով հարավ, փչիր իմ պաշտեզին, թող փրվեն նրա բուրմունքը, թող իմ սիրեկան իր պաշտեսը գա եւ ուտե նրա պատվական պտուղներիցը։ Ինչա, սիրեկանը գա ինչ անե, գա սիրեկանը իմ պաշտեսը ինչ անե, ուտե պատվական պտուղներիցը։ Այն քեզ համար փակված դուր է, այն քեզ համար փակված դուր է, եւ ինչպես ես դու կարողանալու երբևիցե քո սիրեկանին, քո պաշտեսը հրավիրես եւ ասես արի եւ կեր քո պտուղներից է, վերջը, այս պտուղները, արժեքները, հոգեվոր պտուղների արժեքները սիրեկանն է մեզ տվել, նարդոս, հալվե, կինամոն, ամեն այս բուրմունքները նա է դրել քո պաշտեսի մեջ մարդ, բայց այն քեզ համար փակված է, այն քեզ համար փակված է, նաև փակված է քո սիրեկանի համար, որը չես ուզում բացել, քանզի նա ցանկանում է քո պաշտեսի պտղից է, արդյոք դու ունես պտուղ, ես շատ անգամ հարցրել եմ Տեր, ինչպես կարողանա մարդը բացել քեզ համար, եթե նա պտուղ չունի, ինչպես կարողանա պաշտեսի դուռը բաց անել քեզ վրա, եթե նա պտուղ չունի, այո, դու այդպես մեզ արարել ես, քո արարչությունն է, այս բնությունը, որ դու գրել ես այս խոսքի մեջ, որ ամեն ինչը դրել է նա մեր մեջ, մարդիկ դրել է, հասկանում եք, ասում է դրախտային այգիում կար ամեն պտղաբեր ծառերը, քո դրախտային կյանքում, քո էությանը դրախտի մեջ կա ամեն հոգևոր պտուղների արժեքները, նա դրել է քո մեջ, հասկանում ես, նա դաջել է քո մեջ, այն ծառերը, բայց, քանի որ դու ընտրեցիր այն մյուս պտղի ծառը, դու բնականաբար ունես միայն չար ու բարու պտղի ծառ եւ պտուղ, բայց Տերը չի կարող այն ճաշակել, մարդիկ, Տերը չարը չի ճաշակել, իսկ դու նրան չես կարող բարի պտուղը տալ, քանի որ քո ծառի վրա չկա միայն բարի պտուղ, քո ծառի վրա կան երկուսը, եւ Տերը համաձայն չէ, հիշում եք այն, երբ որ աշակերտների հետ քայլում էր Տերը, սովեց եւ ասում է հեռվից տեսավ թզենին եւ փափագած մոտեցավ, որ նրա պտղից ուտեր, բայց ասում է նրա վրա միայն տերևներ կային, դե տերևները գեղեցիկ է այնքանով, բայց եթե այն ծառի վրա չկա պտուղ, ինչ արեց Տերը, անիծեց այդ ծառը եւ չորացավ, հինգերորդ գլուխ կաշտում եմ 1-7, ես եկա իմ պաշտեսը, ով իմ քույր հարսս, սա Քրիստոսն է խոսում մարդիկ, քաղեցի իմ զմուրսն իմ բուրմունքի հետ, ասում է ինչ է ասում, իմը, քանի որ դու չունես, նա ստիպված է իրենը քաղել, որովհետև դու այն չունես, քաղեցի իմ զմուրսն իմ բուրմունքի հետ, կերա իմ խորիսխը իմ մեղրի հետ ու շատիր եղեք, ոչ թե քո զմուրսը, ոչ թե քո մեղրը, այլ նա եկավ ինք իրենը, խմեցի իմ գինին, իմ կատի հետ, կերեք, ով բարեկամներ, խմեցեք ու զվարթացեք, ով սիրելիներ, ես քնում եմ, բայց սիրտս արտուն է, սիրեկանի ձայնը դուռը թակում է, բաց ինձ համարով քույրս, ընկերուհիս, աղավնիս, կատարյալս, որովհետև գլուխս լիքն է ցողով, վարսերս գիշերվա շաղերով, իմ պատմության ասում է հարսը, մենք ենք սա, Տերն ասում է բաց, բայց մենք ասում ենք նրան այսպես, իմ պատմությանը ես հանել եմ, ես ինչպես հագնեմ դրան, ոտներս լվացել եմ, ես ինչպես աղտոտեմ նրան,
Սիրեկանս, ձեր կմեկնեց ծակովը եւ աղիքս գալարվեցավ նրա համար։ Ես վեր կացա որ բանամ սիրեկանիս համար եւ ձերքերիցս զմուրս կաթեց եւ մատներիցս հեղուկ զմուրս փականքի բռնակի վրա։ Սա Տիրոջ զմուրսն էր, ոչ թե քո։ Ես բացեցի սիրեկանիս համար, բայց իմ սիրեկանը դարձել անցել էր։ Սիրտս գնացել էր նա խոսելիս, որ ունեցի նրան, բայց չգտա, կանչեցի, բայց չպատասխանեց։ Ինձ գտան քաղաքում շուռ եկող պահապանները, աշխարհն է սա, այն շուռ եկող, շուռ տվող պահապաններ այն աշխարհն է, քեզ գտնելու են, եւ որ դու քո սիրեկանին չես թողել, քո ներսը աշխարհի պահապանները քեզ գտնելու են, համոզված եղիր։ Եվ գտան քաղաքում շուռ եկող պահապանները խփեցին, վիրավորեցին ինձ, վեր առան քողը վրայիցս, Պարիսների պահապանները։ Քո այգին փակ է, քո դուռը փակ է, մինչդեռ որ դու կորոշես քո կյանքի մռապի մեջ, թե երբ պիտի արթնանաս, ու ընդհանրապես կարթնանաս, թե չես արթնանա։ Այն դուռը քո Քրիստոսի համար փակ է։ Ինչու՞։ Քո այգեպանի համար փակ է այն, բայց չէ որ քո պարտեզը այգեպանինը պիտի լիներ, չէ որ քո պարտեզի բանալին պիտի ունենար այգեպանը, ոչ թե աշխարհը։ Բայց քանի որ չունես, այն բաց է աշխարհի համար եւ փակ է քո այգեպանի համար, որի անունը Եշուա, Հիսուս։ Ապա այսպես վիճակել պիտի մեր կյանքում լինի։ Փակ են մարդիկ։ Հասկանում ես, մեկ պա ուզում եմ խորես, մեկ պա աչքերդ փակիր եւ հիշիր, վերջի 2-3 ամիսների ժամանակ, քանի անգամ է Տերը թակել քո սրտի դուռը, քանի անգամ է Տերը թակել քո մտքի դուռը, քանի անգամ է Տերը խոսել քո սրտի հետ։ Հիշիր, քեզ թող որ Սուրբ Հոգին հիշացնի, անգամ եթե նա քո մեջ չի բնակվում։ Նա թակում է, որ բացես նրան, դու ասում ես դե գիտես Տեր իմ, պատմությանս հանել եմ, այն քո տվածը, որ հագսեր ես հանել եմ, ինչպես բացեմ դուռը քո առջև, դե ես մերկ եմ, հասկանում ես, ինչպես մերկ բացեմ Տիրոջ առջև դուռը, ինչպես մեղավոր բացեմ, մերկ ու մեղավոր բոքոտն, բացեմ Տիրոջ համար այն դուռը, ես հանել եմ այն, հանել եմ սրբությունը դրել եմ կողքի, ինչպես բացեմ, դե բնական է մենք չենք ուզում այսպես բացենք Տիրոջ համար դուռը, մենք ուզում ենք այն սուրբ հանդերձները կեղծավոր հագնենք, նոր Տիրոջ համար դուռը բացենք, բայց մինչդեռ որ դու այն կհագնես, Տերը կհեռանա, որովհետև այն կեղծավոր սրբությունը Տերը չի կարող ընդունել։ Պատմությանդ հանել ես, երբ ես հանե քո պատմությանը, երբ որ արդեն առաջի ստությունը կարողացար ստել։ Մարդիկ 13 տարեկանում մենք արդեն ճաշակում ենք չարն ու բարին։ Մինչ 13 տարեկան ներելի ամեն մի երեխայի մեղքը, բայց 13 տարեկանից, երբ որ արդեն հասկանում ենք, որն է չարն ու բարին, ու հասկանալով արդեն փորձում ենք ստել, խապել, դե գողանալ շատ անգամներ ծնողներին ստել, արդեն մենք հասկանում ենք այն։ Եվ մենք մեր պատմությանը սրբությունը հանեդրել են կողքի։ Բացիր այն, առանց պատմությանի խորհուրդ սե քեզ, առանց կոշիկները դու հանել ես, դե դու Տիրոջ համար ինչու քո ոտներն աղտոտես։ Չէ որ կոշիկները ինքը խորհրդավորում է մեր քայլած ճանապարհը, բայց դու այն հանել ես, այն հոգևոր կոշիկները հանել ես։ Ինչպես հագնես դու նրան, չէ որ եթե հագնես, ապա դու պիտի շարունակես այդ ճանապարհը, բայց քանի որ հանել ես, քեզ համար կարևորագույնս է, որ քո ոտքերը չաղտոտվեն։ Տիրոջ համար։ Դե աշխարհի համար ոտից գլուխ աղտոտված ենք մենք։ Բացիր այն, ինչպես ուզում ես բացիր,
առանց պատմության, առանց հանդերձ, առանց կոշիկ, բացիր սիրելիս, դու բացիր Տիրոջ առաջ դուռը, նա քեզ կհագցնի։ Բացիր, որպեսզի քո հոգիի սիրեկանը չհեռանա։ Պատճառներ քեզ պետք չեն։ Հովհաննեսի 13:4-5 համարն եմ կաշտում։ Ասում է այստեղ Տիրոջ մասին է խոսքը, ընտրիկիցը վեր կացավ եւ հանդերձները վայր դրավ, ուշադիր եղեք մարդիկ, եւ մի ղենչակ առավ, իր մեջ կպատեց, հետո ջուր ածեց կոնքը եւ սկսեց աշակերտների ոտները լվանալ, եւ այն ղենչակովը սրբել, որ մեջքին պատած էր, ով արեց սա։ Ով Երբ որ Տերը աշակերտների ոտքերը 12 աշակերտ էր, նաև այն մեղավոր մատնոխուդ անել է նրանց մեջ անգամ։ Ասում է, Տերը վերցրեց հեշտով աշակերտների ոտերը լված։ Եվ ասում է, երբ որ Տերը հասավ Պետրոսին, Պետրոսն ասեց, դու իմ ոտքերը հավիտյան պիտի չլվանաս մի րոպե Պետրոս։ Դու ինձանուն ոչինչ չունես, եթե ես քո ոտքերը չլվանամ, Տերը պիտի քո ոտքերը լվանա, մարդ անց, ես անկեղծ ասում եմ, Աստված Հիսուսը Տերը պիտի քո ոտքերը լվանա, թույլ տուր նրան։ Դու աղտոտիր քո ոտքերը նրա համար, եւ նա քո ոտքերը կլվանա։ Ինչու Տերը արեց սա, մարդիկ, ինչ խորհուրդ ուներ սա իրենում։ Տերն ուզում էր առաջի խորհուրդն ասել, որ քո կայլած ճանապարհը ես իմ աստվածային ձեռքերով եմ լվանալու, մաքրելու, որ այն երբեք մեղքի ճանապարհ չգնա։ Սա առաջի խորհուրդն էր, խորը խորհուրդ է գրում իրենում։ Նա ունի նաև երկրորդ խորհուրդը, որ Տերն ինքը ասեց, գրված է։ Ես ձեզ արեցի սա, որ հետագայում, երբ որ ես երկինք համբարձվեմ իմ հոր մոտ, դուք իրար այս անեք։ Մենք իրար պիտի ոտք լվանանք, մարդիկ, մեզ տրված է այս պատգամը իրար ոտքեր լվանալու։ Այսօր գիտեք, շատ հաճախ տեսնում եմ, անկեղծ ասեմ, այն պետք չի քեզ ֆիզիկապես անել։ Եղբայրս, քույրս, թող այն։ Իրար ոտք ֆիզիկապես պետք չի լվանալ։ Մեզ պետք է հոգևորապես մեր հոգևոր ոտքերը մեկս մեկովս լվանանք։ Ես մի քույր ունեմ շատ սիրելի։ Նա կարծես թե իմ կյանքի մարգարեն լինի։ Ամեն ժամանակ, երբ որ ես ինչ որ մեկ բանում սխալվում եմ, ինչ որ մեկ բան ուզում եմ կամքը Տիրոջ հասկանալ, ես հասկանում եմ Տիրոջ կամքը, ես հասկանում եմ Տեր իմ մեջ խոսում է, բայց նաև նրան ասում եմ, ինչ կասես դու քույրս։ Եվ նա ասում է Տիրոջ պատգամը, գիտեք սիրելիներ, սա այնքան էլ հեշտ չէ ծառայող մաշտուն, որ ինքը իր հոգևոր քույրը գա եւ մարգարենա եւ ասի դու այսպես պիտի անես կամ այնպես պիտի անես։ Հիմա այդ քույրին ոտքերը լվանում է հոգևորապես, քանի որ նա սովորեցնում է ինձ այն բարի ճանապարհը, որ հնարավոր է որ ես այդ պահին ճիշտ չեմ հասկացել։ Դա ուղղակի ես ուզեցի քեզ պատմեմ այդ իրավիճակը, թե ինչ է նշանակում հոգևոր իրար ոտքեր լվանալ, մեկս մեկովս պիտի մաքրվենք, մեկս մեկովս պիտի ապաշխարենք, քարին տաշվելով, շփվելով է տաշվում, մարդիկ։ Դու չես կարող երկու տարբեր քարեր իրար վրա դնել, թե քեզ թվա թե այն շինություն կկառուցվի, ոչ։ Այնքան պիտի տաշվի մեկս մեկիս, որպեսզի մենք եւ այն ոտք լվանալն է եւ սրբություն է, որ մենք պիտի ապրենք։ Մեկը խոսում է, մյուսը լսում է, այն մեկը մարգարեանում է, Դավիթ թագավորը ով էր նա, թագավոր էր, բայց երբ որ Նաթան մարգարեն գալիս էր եւ նրան բերում էր երկնային խոսքը, նա փրվում էր Նաթանի առաջ։ Թագավորը, այո։ Այնպես որ հասկացիր այս պատգամը, Տերը մեր ոտքերը լվացել է։ Դու կարող ես պատկերացնել, ես անկեղծ ասած, ես երևի թե ավելի այրուն կկատարի ինձանից, եթե երբևիցե այն իրապես պատկերացնեմ, որ Տեր Հիսուսն իմ ոտքերն է լվանում, մարդիկ։
Ես ամոթից գետինը կմտնեմ, այն ընդամենը պատկերացնել է, բայց սա պետք է։ Ով Տեր Հիսուս, հասկացրու այս մարդկանց, մտցրու այս մարդկանց գաղափարի հոգևոր գաղափարի մեջ այս խոսքը մարդիկ թող իրապես խորը հասկանան։ Մի թույլ տուր նրան հեռանալ, սիրելիս, բռնել ես, բռնի ուժով նրան չես կարող պահել, եթե նրան գտել ես, եթե նրան բերել ես, ապա թող որ այն այգեպանը քո այգու մեջ շուռ գա, թող այն քայլի, թող այն հնձանը փորի, թող մաքրի, թող պարաշտանյութի, պարաշտի քո հողը, թույլ տու նրան քո այգի մեջ, երբ ուզենա դուրս գա, երբ ուզենա ներս մտնի, բաց արա նրա համար քո այգի, սա է ուզում ասել։ Քանզի եթե նա հեռացավ, նրան գտնելը դժվար է լինելու մարդիկ, ես կարծեմ քարոզել եմ այս խոսքը շատ շուտ, որքան հիշում եմ, այն տիրոջ հեռանալը մեզ համար դժվար է լինելու, այն դժբախտություն է մեզ համար լինելու, ինչու։ Աշխարհը քեզ չի թողելու, աշխարհը քեզ չի թողնելու, աշխարհը քեզ այնքան է դաժանագիր ձևով ծեծելու եւ հայոյելու, խոցոտելու, վիրավորելու, այնքան մինչև որ վերջինս քողը վրայից վեր է առնելու, աշխարհն է այդ անելու, այն քողը, այն վերջինը, որ մենք դեռ ունենք պահպանված, այն էլ կվերցնի, գիտեք որն է քողը, ամոթը, դու այսօր աշխարհում ամոթ ճանաչում ես, դու գիտես ինչ բան է ամաչել, դու գիտեք ինչ բան է քողը, սա ամոթն է մարդկային։ Այո, աշխարհը այն վեր է առել վաղուց, մարդիկ ինչ ասես անում են, բացի բրախտի անում են մարդիկ։ Ես նաև Հայաստանի հողի վրա եմ տեսնում երկու կանացի զույգեր, որ աշտեն պարս ցույց են տալիս։ Երկու տղամարդկային զույգեր, ամոթը քողը աշխարհը վեր է առել։ Սա վերջինն է, որ քեզանից վեր է առնելու սատանան։ Հովհաննեսի 19-րդ գլուխ 23-24։ Բայց ասում է, զինվորներն երբ որ Հիսուսին խաչ հանեցին, նրա հանդերձներն առան եւ 4 բաժին արին։ Ամեն մեկ զինվորի համար մեկ բաժին, բայց պատմությանը, որովհետև առանց կարիեր, վերևիցը վայր, բոլորը հյուսված, ուստի իրար ասեցին, դրան չպատառենք, այլ վիճակ գծենք դրա վրա, թե ումը լինի, որ գիրքը կատարվի, որ ասում է, թե իմ հանդերձներն իրանց մեջ բաժանեցին եւ իմ պատմությանի վրա վիճակ գծեցին, եւ զինվորներն ասում է, արին այդ։ Երբ աշխարհը քեզ խոցոտել է, աշխարհը խոցոտել է, երբեք ես չեմ կարծում, որ ինչ որ մի մարդ, ինչ որ մի էակ այս երկրի վրա առանց խոցոտվելու, ուղղակի այսպես հեշտ ու հանգիստ Քրիստոսին կգա։ Ես չեմ կարծում։ Աշխարհը քեզ խոցոտել էր, խոցոտելուց հետո դու եկար Քրիստոսին բարի։ Իսկ եթե դու Քրիստոսին բաց թողնես, վերջնականապես քեզ կխոցոտի նա։ Ինչպես խոցեց Հիսուսին, ինչպես խոցեց աշխարհը Հիսուսին մարդիկ, մինչև խաչ հանելը խոցեց աշխարհը։ Դու գիտես, որ այն ծեծերը, այն հարվածները, որ Տերը կերել է, գիտես դա Պիղատոսի զորքերն էին։ Հարց եմ տալիս քեզ, չարչարանքները նայիր Քրիստոսի, նայիր եւ ցավ ապրիր։ Ողբում է հոգիս, ինձ նայել պետք չի, ես այն տեսնում եմ ամեն օր խաչի վրա։ Ես տեսնում եմ այն մարդիկ, նայիր, ցավ ապրիր։ Դա Պիղատոսը չէր, դա զինվորները չէր, դա սատանան էր։ Սատանան էր մտած զինվորների մեջ, որ այսպես տիրոջ այրունը անհակ բխեցնում էին աղբյուրների նման եւ չէին հագենում, սա սատանան էր, եւ նույնն էլ նա քեզ պիտի անի։ Նա չի հագենալու ոչ մի քո իրակաթի լիցը, մինչև որ քեզ չկործանի, մինչև որ քեզ չիջացնի դժոխքը։ Ուղղակի քո եւ Քրիստոսի տարբերությունը մեծ է։
Դու դժոխքն ես իջնելու, բայց նա դրախտ գնաց, երկին գնաց, իր Աստծո աչում նստեց։ Խիստ է խոսքը։ Շատ լավ է։ Այս խիստ խոսքն է մեզ կյանքի բերելու մարդիկ։ Ոչ թե կարմիր խաչի օգնությունները, որ կգան կնստեն եւ օգնությանը կսպասեն ոչ թե խոսքի։ Սկզբում նա խոցոտեց Հիսուսին, պատմուճանը հանեց Տիրոջ, քողը վերցրեց Տիրոջ վրայից։ Հասկանում եք սա։ Գիտեք, որ Տերը մերկ էր խաչված խաչի։ Անկամ նրանք արժանի չգտան Տիրոջը խաչել պատմուճանով, մերկ խաչեցին այո։ Որպեսզի այն քեզ տրվեր, զոտ այդ պատճառով։ Եվ ուզում եմ, որ դու հասկանաս, ես ուզում եմ, որ դու հասկանաս, ես ուզում եմ, որ դու ըմբռնես սիրելիս, ես ուզում եմ, որ քո խղճմտանքի զգայարանները մի փոքր աշխատի, նրա սիրո մեծության արժեքը հասկանալու։ Երկրորդ 8-րդ գլուխ 6-7 ասում է. Ինձ կնիկի պես դիր սրտի վրա, կնիկի պես քո բազուկի վրա, որովհետև մահվան պես զորավոր է սերը։ Ապրում է մարդիկ այս խոսքերը։ Դժոխքի պես ամուր է նախանձը, նրա կայծերը բոցավառ կրակի կայծերի պես են։ Ինչ է? Ինչ է? Մահվան պես զորավոր է սերը։ Դու հասկանում ես, որ մահն ունի զորություն։ Դու հասկանում ես, որ մահն այնքան զորավոր է, որ Տերը սիրուն է պատկերացրել։ Փոխհարաբերական իմաստով, որովհետև մահը իր զորությունով ամեն մեկ մարդ մահանում է։ Չկա այնպիսի մարդ, որ ասի ես մահ չեմ ճաշակել, որովհետև նա մահը ինքը զորավոր է սիրո պես։ Իսկ նախանձը ամուր է դժոխքի պես, այո։ Դու գիտես, որ դժոխքը ամուր է։ Դու գիտես, որ դժոխքը ամուր է, որում է բնակված նախանձը, փդությունը։ Ասում է, նախանձը փդություն է ոսկորների։ Նախանձ, սեր, սրանք տարբեր բաներ են։ Սատանան երբեք նախանձելով քեզ չի թույլ տա, որ դու սերը ճաշակես նրա։ Իսկ Տիրոջ սերը այնքան զորավոր է, մահվան պես զորավոր է, որ եթե դու այն իրապես ունենաս, չեմ կարծում, երբևիցե որ կվրիպես, չեմ կարծում, եթե ունենաս։ Կաշտում եմ այս ցիտատը 5-րդ գլխի 8 համարը, որ նշված չի այստեղ։ Եշտում եմ տալիս ձեզ, ով Երուսաղեմի աղջիկերք, եթե գտնեք իմ սիրեկանին, եթե գտնեք ինչ եք ասելու նրան, ասեցեք, թե սիրով հիվանդ եմ ես։ Եթե գտնեք, երբ գտնեք, իսկ ինչու ենք մենք սիրո հիվանդ։ Ես ասեցի, մենք սիրո հիվանդ ենք, քանի որ մեր փառավորությունը, մեր անձի էության փառավորությունը մեզ այնքան է նվաղեցրել ճանաչելու իրական սերը, ագապե սերը, երկնային սերը, կյանք տվող սերը, երկինք տանող սերը, այրուն թափող սերը։ Եսայայի մարգարեություն։ Վայ մեղավոր ազգին, անօրենությունով ծանրացած ժողովուրդ, չարագործների սերունդ, ապականիչ զավակներ, թող տվին Տիրոջը,
անարգեցին Իսրայելի սուրբին, ետ քաշվեցին։ Ձեր էլ ոչ տեղին կարելի է զարկել, որ ապստամբությունը ավելացնում եք, բոլոր գլուխը հիվանդ է եւ բոլոր սիրտը նվաղել է։ Սա մեր մասին է, մարդիկ, սա Հիսուսի մասին չէ։ Այս մարգարեությունը իմ եւ քո մասին է, ասում է, ձեր էլ ոչ տեղին կարելի է զարկել, որ ապստամբությունը ավելացնում եք, բոլոր գլուխ ասում է հիվանդ է, բոլոր սիրտը նվաղել է, ոտքի թաթիցը մինչև գլուխը ողջ տեղ չկա նրա վրա, հարվածներ, վերքեր, չարավալի խոցեր չեն մաքրվում, չեն կապվում, յուղով չեն կաքացվում։ Սա է մեր վիճակը, նվաղած է մեր հոգին, այո, մենք նվաղած ենք մարդիկ, մենք հանգչում ենք, գիտեք ինչի նման է մեր կյանքը, կարծես այն լապտերն է, որ միջի յուղ արդեն վերջանում է և կամաց այն կրակը սկսում է մանրից հանգչել, բայց դեռ հույս կա, եթե աղաղակ կա, եթե դու փափագես նրան, անգամ եթե լքել ես նրան, անգամ եթե պինդ բռնել ես նրան ու բաց ես թողել, անգամ եթե դու նրան ընդհանրապես չես ունեցել քո կյանքում, առաջի անգամն ես լսում այս խոսքը, նրան երբեք չես ունեցել, դեռ հույս կա, չէ որ Տերը կոչվեց նաև հույս, դեռ կա ինչ-որ սիրո հույս, որ դու կարող ես դեռ այս երկրի վրա գտնել նրան, սա է քո սերը, սա է քո առաջին սերը մարդ, քանզի աշխարհը ես նորից կրկնում եմ, բարձրագույն կերպով ասում եմ քեզ, բարձրաձայն կներեք, աշխարհը սիրել չգիտի, երբեք աշխարհից մի սպասիր սիրել քեզ, ուրացող է, աշխարհը սիրել չգիտի, աշխարհիկները սիրել չգիտեն, շատերն ասում են դե եւ Աստծով, Հիսուս Քրիստոսով, խոսքը լսելով, բայց սիրել չգիտեն։ Գիտես որն է սերը։ Նվիրվել։ Գիտես որն է սերը։ Տալ։ Իսկ գիտես որն է աշխարհը։ Առնել։ Դուր։ Տզրուկին հիշում ես, երբ որ նա մտնում է քո մաշկի մեջ, նա ինքան է քեզանից այրում ծծում և չի կշտանում, սա աշխարհն է, մինչև որ քեզ կթունավորի, մինչև որ քեզ կհասնի այնտեղ, որտեղի որ դու երբևիցե արժանի ես եղել, սա աշխարհն է։ Արագած 8-րդ գլուխ, իսկ ով է Հիսուս, կաշտում եմ 17-ից 21-ը, սա մարգարեացված է Հիսուսի մասին բնավ, ես ինձ սիրողներին կսիրեմ, եղեք ուշադիր, և ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ, հարստություն և փառք կա ինձ մոտ, ընտիր, ստացվածք և աշտարություն, լավ է իմ պտուղը ընտիր և մաքուր ոսկիից է, և իմ արդյունքը ընտիր արծաթից, ես ման եմ գալիս աշտարության ճանապարհումը, իրավունքի շավիղների միջումը, որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ և նրանց շտեմարանները լցնեմ։ Ինչ անեմ, էական բարիք և նրանց շտեմարանները լցնեմ, ինչով սիրելիս, ինչ ես դու ուզում, ինչ ես ուզում, որ Տերը քո ոչ շտեմարանները լցնի, հարստություն ես ուզում, փող ես ուզում, տանկահույք ես ուզում, բարելավ կյանքի վիճակ ես ուզում, ոչ, ես ուզում եմ Քրիստոսի սերը, ես ուզում եմ Քրիստոսի սերը, որ այն կնիքը տրվի իմ ճակատի վրա, ես ուզում եմ, որ երբ որ անտիքրիստոսի ժամանակները գան, անտիքրիստոսը տեսնի, որ ես Քրիստոսին եմ պատկանում, որովհետև նրա սիրո կնիքը այստեղ է լինելու, բոլորն են այն տեսնելու, իսկ դու ինչ ես ուզում, կա Քրիստոսի սիրուց ավելի քո աշխարհի մեջ, որ դու երբևիցե փափագես, նա հավիտենական է, ամեն ինչ անցողիկ է, ամեն ինչ
անգամ այն 4 տախտակը անցնելու է գնա, բայց Քրիստոսի սերը մնում է հավիտյան։ Հիմա ընտրության առաջ ես դու կանգնած, ամեն ժամանակ քո ընտրությունը պիտի դու կատարես, ինչ ես ուզում դու։ Երկերկոց 7-րդ գլուխ, կաշտում եմ վերջի ցույցը, 10-13։ Ես իմ սիրեկանինն եմ, և նա էլ ինձ է ցանկանում։ Արի, սիրեկաներս, դուրս գանք, դաշտը օտևանենք գյուղերումը, առավոտը կանուխ այգիները գնանք, տեսնենք, թե արդյոք ծլել է կոկոնը, ծաղկել են նռնենիները, այնտեղ սերս քեզ եմ տալու։ Մանրակուրդները հոտ են բուրում, և մեր դռներումը կան ամեն պատվական պտուղները, թե նոր, թե հին, ով իմ սիրեկանս, քեզ եմ պահել։ Դու կաշտում ես այս որպես ուղղահի գրվածք և կարող ես ասել անցնել այս գրվածքով։ Ինչ է ասում նա, գնանք տեսնենք սիրեկանս, Հիսուս Տեր իմ, արի գնանք տեսնենք, արդյոք ծլել է, արի միասին գնանք տեսնենք իմ կոկոնը ծլել է, նռնեն իրերը ծաղկել են, գնանք գյուղերովը մանկանք, տեսնենք այն խոսքը, որ քեզանով ինձանով աշխարհին հասավ, ծաղկել է իմ պարտեզը, քանզի ասում է այնտեղ սերս քեզ եմ տալու։ Այո, դու, ես, մենք, մեր սերը Քրիստոսին ենք տալու այնտեղ, որովհետև այնտեղ դու հասկանալու ես, որ սիրո պտուղն է քեզ դարձրել սիրող ոմն մեկը։ Սիրեկանն է քեզ դարձրել սիրող, սիրեկանն է ամեն բան քեզ համար արել, դու ես եղել սիրեցյալը, այն աղավնին, այն հարսը, ով շատ անգամներ վրիպել է, ով շատ անգամներ խաբել է, ով շատ անգամներ անտեսել է Տիրոջը, Քրիստոսին, բայց ժամանակներ գալու են, երբ որ մենք մնում ենք սիրո մեջ և ասում ենք Տիրոջը, Տեր, Հիսուս, Եշուա, արի գնանք իրար հետ տեսնենք, Տեր իմ տեսնենք, թե արդյոք այս էջում աճել են, դարձել են պտղաբեր, ապաշխարում են արդյոք մարդիկ, Հիսուս, Տերս, արի գնանք, քանի որ ես իմ սերը քեզ եմ տալու, տվել եմ աշտել։ Սա է մեր կյանքը, մարդիկ, մենք ապրում ենք, վերցնում ենք պտուղը, որ պտղաբեր դառնանք, որ մեր պտուղից էլ ուրիշը համտեսի, հասկանում ես, իսկ եթե Քրիստոսի սերը մենք չունենք, իսկ եթե ագապեն մեր կյանքում չի բնակվում, եթե մեր կյանքում չկա կապույտ, պարարտ, ազարտ երկինքը, ապա ինչպես կարող ենք մենք սեր տալ։ Դու կարող ես ինձ սիրել երկնային սիրով։ Դու կարող ես նվիրվել Քրիստոսին երկնային սիրով էակին։ Չես կարող։ Եթե չունես քո մեջ Հիսուս, ապա չունես քո մեջ նաև երկնային ագապե սերը, որ այնքան կարևոր է, մարդիկ, շատ կարևոր է։ Իսկ ունենալով կարող ենք մենք տանք։ Ում տանք այդ սերը, ում տանք, եթե չունենք, անգամ մեր կողքինին այն չենք կարող տանք, անգամ Քրիստոսին չենք կարող տանք։ Happy
Ինչպես ապրեմ ես առանց քեզ այդ քո սերն որ գտանես այդ քո սերն որ գտանես ծնողներս ինձ ադեցին անվանդ հանածեցին անգոցի ծծված լքված ցավից գարիր ձրքեր թոցված ինչպես ապրեմ ես առանց քեզ Հիսուս 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 ինչպես ապրեմ ես առանց քեզ այդ քո Շնորհակալ եմ Տեր։ Շնորհակալ եմ Տեր իմ Հիսուս, շնորհակալ եմ կյանքիս գին։ Արժեքներով, արժանինքներով լցված մեկը, որի համար իրականում արժե մարդիկ ապրել, որի համար պետք է իրականում քայլել նրա սիրո ճանապարհի մեջ։ Սեր ես դու, Եշուա, Եշուա դու սեր ես։ Եվ դու տվեցիր քո սիրո գրավականը մեզ Տեր։ Դու տվեցիր քո սիրով թափված ամեն մի այրան քո կաթիլը մեզ, որ ից հետը մեկ կաթիլը կարողանանք վերցնենք եւ քեզանով ապրենք։ Այն ամբողջ աշխարհին բավարար է քո այրունը, ամբողջ աշխարհի միլիարդավոր մարդկային հոգիներին բավարար է քո այրան կաթիլները, որպեսզի նրանք հասկանալով, գնահատելով Տեր Հիսուս, արժեքավորելով քո անգին թափված, թանկագին այրանդ կաթիլները վերցնեն
Եվ ապրենք քեզանով սեր։ Դու սեր ես։ Դու սիրող ես։ Դու սիրված ես Հիսուս, դու պաշտված ես իմ կողմից։ Եվ ես խոնարհված եմ քո գահիտ առջև Տեր, խոնարհված եմ ինչպես մի մեծ ոչնչություն հայր։ Մեկը, ով այնքան անչնչին է, մեկ ով այնքան թափանցիկ է, մեկ ով այնքան աննշան է, բայց աշտում է քեզ, փառավորում է քեզ Տեր Հիսուսս, մեծարում է քեզ, գոհանում է քեզանով, ապրում է քեզանով, մեծարում է քեզ, եւ մեծարված է Հավիտյանս Հավիտենից քո անունը, Հիսուս Տեր Աստված, մեծարված է քո անունը, Սուրբ Հոգի Աստված, որ դու այս վայրում ես, որ դու ես այստեղ կանգնած, ոչ թե ես։ Տալիս եմ ամենայն փառքը, պատիվ, մեծությունը Հավիտյանս Հավիտենից, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի էությունը։ Ամեն եւ մեծ